Մայիսի 5-ն է և սրանք օրվա ամենաքննարկվող իրադարձություններն են։ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է եվրոպական վեկտորի մասին, ռուսական կողմը հանդես է գալիս սուր նախազգուշացումներով, իսկ նավթի համաշխարհային գները ռեկորդներ են սահմանում։ Ընդամենը մի քանի րոպեում այն ամեն ինչ պետք է իմանալ այսօրվա մասին։ Երևանում այսօր մայիսի 5-ին ընթացող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր, ինչի մասին է հռչակագիրը։ ԵՄ-ն ճանաչում է Հայաստանի մտադրությունը շարժվելու դեպի անդամակցություն, ինչը հիմնավորված է 2025 թվականին ընդունված համապատասխան օրենքով։ Կողմերը վերահաստատել են տարածքային ամբողջականության սկզբունքը, ԵՄ-ն աջակցել է Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացմանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Գլոբալ դարպասներ ռազմավարության ներքո ԵՄ ներդրումները Հայաստանում կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի, առանցքային են համարվում տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ոլորտները։ Ողջունվել է եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին տրամադրված 30 միլիոն եվրոյի աջակցությունն ու անվտանգային երկխոսության խորացումը։ Արձանագրվել է զգալի առաջընթաց մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման երկխոսության հարցում։ Կողմերը հանձնառու են դարձել շարունակել աշխատանքը Հայաստանը եվրոպական ստանդարտներին ու շուկային մոտեցնելու ուղղությամբ, ոլորտային ինտեգրման ու նորարարական ծրագրերին միանալու միջոցով, ինչպիսին է նաև չիպերի արտադրումը։ Ռուսական մամուլն էլ բնականաբար անտես չթողեց Երևանում անցկացվող ԵՄ գագաթնաժողովները, մասնավորապես Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը։ Որոշ ռուսական ԶԼՄ-ներ այս միջոցառումները գնահատել են որպես հայ-ռուսական հարաբերություններին հասցված լուրջ հարված։ Մասնավորապես Svobodnaya Press-ն գրել է. Երևանում այս պահին տեղի ունենում դաշնակցային հարաբերությունների մնացորդների վերջնական ու անվերադարձ ապամոնտաժումը։ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Երևան եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Գազետարուի հետ զրույցում ռուս պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովն էլ հայտարարել է. Հայաստանը կարող է կրկնել Ուկրաինայի ճակատագիրը, եթե պատմական ուղու ընտրության հարցում սխալ որոշում կայացնի։ Հարևան երկիրը ռիսկի է դիմում իրեն եվրոպական սեղանին որպես ուտեստ մատուցելով, նշել է նա։ Հայաստանի ներքին գործերում ամեն ինչ այդքան էլ կարգին չէ։ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված դեպքերի վերաբերյալ։ Քննչական կոմիտեն պարզաբանումներ է տարածել համացանցում լայն արձագանք գտած Վեդի քաղաքի անչափահաս քույրերի առերևույթ սեռական հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներից։ Ըստ պաշտոնական հաղորդագրության քննվում է 2 տարբեր դրվագ։ Ըստ քննության տվյալների առաջին դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարին։ Անչափահաս քույրերից մեկի հայրը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ փետրվարի 8-ին մի տղամարդ, օգտվելով աղջկա անօգնական վիճակից, մտավոր հետամնացությունից, կատարել է անառակաբարո արար։ Սակայն նախաքննության ընթացքում տուժողը ցուցմունք է տվել, որ տվյալ անձը իրենց տան բարերարն է և նրա հետ սեռական հարաբերություններ չի ունեցել։ Անչափահասը նաև հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունից։ Երկրորդ դեպքը ապրիլի 22-ին է, երբ մյուս անչափահաս քույրը հաղորդում է տվել այն մասին, որ Արթուր անունով մի անծանոթ տղամարդ իրեն խաբեությամբ նստեցրել է մեքենան ու դպրոց տանելու փոխարեն տարել շինություններից մեկի մոտ ու հարաբերություններ ունեցել վերջինիս հետ։ Քննությամբ պարզվել է, որ այս տուժողը նույնպես ունի մտավոր խնդիրներ ու հատուկ կրթական կարիքներ։ Քննչական կոմիտեն նշում է, որ աղջկա ցուցմունքները եղել են իրար անմերժ ու հակասական։ Մի դեպքում նա հերքել է սեռական հարաբերությունը, մեկ այլ դեպքում հայտնել, որ շուրջ 1 տարի է հարաբերություններ ունի մեկ այլ անձի հետ։ Քննչական կոմիտեն ելնելով անչափահասների լավագույն շահից հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց ու երեխաներին նույնականացնող տվյալներ հրապարակելուց։ Այսօր մայիսի 5-ին Երևանյան երկխոսություն 2026 թվականի համաժողովի ընթացքում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի ու Եվրամիության դրական դերի ապահովման նախապայմանը կապակցվածությունն է։ Նույն համաժողովի ընթացքում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը հայտարարել է, որ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը։ Իմ ընկերները ևս այդպես են զգում, շատ ընկերային հյուրասեր միջավայրում ենք մեզ զգում։ Այդ բաց ընդունելությունը նկատելի է հայկական կողմից։ Սերդար Քլչը նշել է, որ կառուցողական առաջարկներ են երկու ստեկ ստեղծում ու հսկայական ձեռքբերումներ ունեն իբրև թե։ Երբ ասում են հարաբերությունների կարգավորում, սխալի եզրույթ է, մենք չենք կարգավորում հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջև։ Սա վստահության ստեղծման, վստահության ամրապնդման գործընթաց է, ասել է թուրք պաշտոնյան։ Ռուբինյանն էլ վերջում ընդգծել է, որ Հայաստանը զուրկ է ԵՄ-ի հետ ուղիղ երկաթուղային կապից, քանի որ դեռևս չի հաջողվել վերագործարկել Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցությունը։ Ըստ նրա, այս օղակի վերականգնումը տնտեսական մեծ հեռանկարներ կբացի տարածաշրջանի բոլոր երկրների ու Եվրամիության համար։
49-ամյա ռուս շոումեն Մաքսիմ Գալկինն Ինստագրամում տեսանյութ էր հրապարակել, որը նկարվել էր Հայաստանում Գառնու հեթանոսական տաճարի բակում։ Նա նշել էր, որ սիրելի ընկերներ, ինչպես տեսնում եք, ես արդեն Հայաստանում եմ, անհամբեր սպասում եմ ձեզ բոլորիդ տեսնելուն, մայիսի 6-ին կայանալիք համերգին, եկեք, ասել է Գալկինը, սակայն տեսանյութը իրարանցում է առաջացրել սոցցանցում ու հայ օգտատերերի շրջանում։ Դրան արձագանքող օգտատերերը բաժանվել են երկու խմբի, մի մասը Գալկինին բարի գալուստ է մաղթել, ջերմ խոսքեր հասցեագրել, իսկ մյուսներն էլ չարագուշակ բաներ են կասկածել։ Ինչու եք բոլորդ խոսում Հայաստանի մասին վերջին մի քանի տարիների ընթացքում, կամ որտեղ էիք բոլորդ, նույնիսկ գրել են ինչ զուգադիպություն Գալկինն ու Զելենսկին Երևանում են։ Այսօր մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ քանդակագործ Վիլյամ Պետրոսյանը։ Լուրը հայտնում է նկարիչների միությունից հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 6-ին ժամը 6-ից 8-ը Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը նույն վայրից մայիսի 7-ին ժամը 13:00-ին։ Վիլյամ Պետրոսյանը ծնվել է 1938 թվականին, 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 69 թվականին Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, ստեղծագործում է մոնումենտալ քանդակի բնագավառում։ Հեղինակել է Հայաստանի Արարատի մարզի Այընթապ, Այգեզարդ եւ Արագածոտնի մարզի Զարինջա գյուղերում տեղադրված զոհված ազատամարտիկների հուշարձանները։ Իսկ վերջինը միջազգային անցուդարձից Հորմուզում լարվածության սրման ֆոնին նավթը թանկանում է։ Հորմուզի նեղուցում ռազմական գործողությունների սրումը բերել է նավթի գների կտրուկ աճի, Բրենտը աճել է մոտ 6%-ով, հասնելով $114.44 մեկ բարելի դիմաց։ Միաժամանակ նեղուցի փաստացի փակ վիճակը, որտեղ մինչ պատերազմը անցնում էր համաշխարհային նավթի զգալի մասը, արդեն ստեղծել է մոտ 14.5 միլիոն բարել օրական արտադրանքի բաց եւ թողել շուրջ 20,000 նավաստու 2000 նավերի վրա շրջափակված։ Նույնիսկ հրադադարի դեպքում շուկան կարող է բախվել հետաձգված մատակարարումների, վնասված ենթակառուցվածքների ու լոգիստիկ խոչընդոտների հետևանքներին, ինչը կպահպանի բարձր գները միջնաժամկետում։ Ավելին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին եւ կարդացեք Panorama-ը։